Նինոց Մինդան միշտ աչքի է ընկնում մարզական ակտիվ կյանքով, ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս անցկացվող մրցաշարերում առանձնանում չափերով փոքր, բայց մեծ առաջադիմություններով, տարեց տարի գրանցելով առավելագույն արդյունքներ։ Բավականին հաջող էր տարին սպորտի համար, ունեցանք մեծ հաջողություններ, նվաճումներ, թե մունիցիպալ, թե ռեգիոնալ, թե հանրապետական, թե միջազգային, երևի թե ընդհանրացնեմ մոտ 300-ից ավել մեդալակիրներ ենք ունեցել այս տարի, մոտ 400 մեդալակիրներ ենք ունեցել ամբողջ հանրապետության, ռեգիոնալ առաջնություններում, միջազգային կարգի եւ ունեցել ենք Վրաստանի առաջնության մրցանակակիրներ եւ ռեգիոնի հաղթողներ եւ միջազգային կարգի մրցաշարերի հաղթողներ, դա իհարկե մեծ հաջողություն է, շարունակենք նույն տեմպով։ Սպորտը մարդու կյանքում ունի կարևոր նշանակություն։ Այն զարգացնում ու կոփում է մարդու մարմինը, ուղեղը։ Կյանքի ու գոյության ձգտումը ձևավորում է ընկերասիրություն։ Յուրաքանչյուր մարզաձև առանձնանում է իր տեսակով, ձևով, օրինաչափություններով։ Այնուամենայնիվ, արդյունքում ձևավորվում է մեկ բան՝ մարդ բոլոր մարդկային հատկանիշներով։ Հարթից օգտվելով շնորհավորում եմ բոլոր մեր ջավախցիների բոլորի նոր տարին, թող այս տարի լինի առողջության, հաջողության եւ բարության տարի։ Սպորտի ասպարեզում ունենան մեծ հաջողություններ։ Ասեմ, որ ձեր հարցին այսպես պատասխանեմ, որ սպորտը մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր մարդու վրա, ոչ միայն մարզիկի, այլ նաեւ հասարակ աշակերտի եւ մարդու վրա, քանի որ բոլորին հարկավոր է ունենալ առաջնահերթին առողջություն, ունենան դիմացկականություն, ճարբգություն, ճկունություն, տարածության մեջ արագ կողմնորոշում, մարդկության մեջ բարի, իր վերաբերմունքը մարդկանց նկատմամբ հաճելի լինի, բարեհամբույր վերաբերմունք մեկի մյուսի նկատմամբ։ Ամեն ինչ, եթե անդրադառնանք սպորտսմենի մասին ասեմ, սպորտսմենը այդ հատկությունները յուրաքանչյուր սպորտսմեն սպորտը չի անհատականացվում, ենթադրենք ասենք տահուգորթը այսպես պետք է լինի, ֆուտբոլիստը այսպես, տանկիստին այսպես, ես չգիտեմ, տարբեր ձևի մարզաձևերը իր հատուկ մարզաձևերն ունեն եւ մարզիկները տարբերվում են մեկի մյուսից իրենց մասնագիտականորեն։ Եթե իսկ ասեմ, որ սպորտի պատրաստվածության մեջ ոչ մեկը մեկից չի տարբերի։ Բոլորին էլ այս հատկությունները, ինչ որ թվեցի, բոլորի մեջ պետք է լինեն, առավել եւս շատ դաստիարակված եւ ավելի շատ կատարելագործված, որպեսզի հաջողություններ ունենան հետագա ասպարեզներում կամ տարբեր մրցումներում։ Ասեմ, որ այս մեր տարածաշրջանի ներկա պայմանի սպորտը ահագին առաջադիմված է, քանի որ մարզադպրոցը ունենք տարբեր մարզաձևեր, այդ մարզաձևերում մասնակցում են գրեթե ունենք 200-300 աշակերտ, բազմազան են մարզատեսակները, ունենք կարատեի տարբեր տեսակներ, ունենք տահուկի գրուպաներ, փոքր եւ մեծեր, ունենք ֆուտբոլի 3 գրուպա, միջին, փոքր, միջին, բարձր տարիքի հասակներ ունենք նաեւ շախմատի տարբեր աշճանի փոքրերի եւ մեծերի գրուպաներ, դա ընդհանուր առմամբ եթե վերցնենք ամբողջ աշակերտների ներգրավումը երևի 300-ից ավել են կազմում, դա մեծ առաջադիմություն է, որ շրջանը պահում է այս երեխաների մարզիչներին, որոնք բոլոր մարզիչները ֆինանսավորում են ըստ իրենց աշխատանքի ըստ հնարավորի սահմաններում։ Շատ մեծ առաջադիմություն է մեր շրջանի համար, մեր շնորհակալություն մեր շրջանի ղեկավարությունից, որ այսպիսի աջակցություն է ցուցաբերում մեր երեխաներին առողջությունը ապահովելու եւ մարզիչ հարաբերությունները պահպանելու համար, դա մեծ շնորհակալություն մեր տնօրինությունից է, որ այսպիսի ունենք պաշտպանողական դիրք։ Եվ ասեմ, որ այսօրվա դրությամբ այս ելնելով բնակլիմայական պայմաններից ցրտին, ես չգիտեմ, երեխային պետք է ցրտին է, արևին է, կարգուտին է, բաքին է, ամեն ինչին է պետք է ադապտացնենք, որպեսզի երեխան իմանա, թե եղանակետ շարժվի։ Մեզ դա է պարտավորվեցնում, այսպես ասած, մասնագետներից ասում են, որ երեխաների հետ զբաղվեք, չելնելով, չասեք, թե դրսում ցուրտ է, դրսում փոք է, անձրև է գալիս, կարգուտ է գալիս, չկա այդպիսի բան։ Եթե դու երեխային ուզում ես բնության հետ համատեղել, ադապտացնել, հարկավոր է ամեն ինչը ոչ թե խուսափես, այլ աջակցես, որպես երեխան ավելի լավ ադապտացվի
եղանակի եւ ամեն ինչի հետ։ Այժմ արդեն անցկացվում են ձմեռային մարզաձևերից մեկի դահուկավազքի պարապմունքները, ինչպես իր խոսքում նշեց մարզիչը, առջևում մրցաշարեր կան, պիտի պատրաստ լինեն։ Սկսել ենք պարապմունքները այս տարվա, երեխեքը շատ հաճույքով գուքան, 8-ից 8-9 հոգի աշակերտ ունենք, դա 3 հոգի թեզեք ունենանք այս տարի, 2 տեղա մի աղջիկը։ Ոչմ լավ է երեխոց համար շատ, համ դիսցիպլինա է, համ առողջություն է, համ կոփինգը։ Ունիք մերցումներ, մեր լեգենդար Թաթոս Արզումանյանի հիշադակի մերցում կենինք, մեկը հրավիրեն ենք Բաքուրյան, Հայաստան, կեշտանք մասնակցենք։ Նու եղանակներն է կախված մերը, բայց ցանկալի որ շաբաթը 3 անգամ պարաբինք։ Դահուկավազք, ֆուտբոլ, ըմբշամարտ, կարատե, քինգբոքսինգ, շախմատ, սեղանի թենիս ու շատ ուրիշներ, որոնցով զբաղվում են մեր երեխաները։ Սա դրական ցուցանիշ է։ Երեխաների առողջ ապրելակերպը մեր վաղվա առողջ ապագան է։